Ինձ համար դարձավ ինչ որ ցաված բաժանվեցի գիրքը լույս տեսնելուց որոշ ժամանակ անց կա լիարժեքություն, կա ներքին խաղաղություն, կա ներքին հավասարակշռվածություն, անկեղծության ժամ եմ հայտարարել։ Բաներ, որոնք իրականում չպետք է հաղթահարեի, ես հաղթահարել եմ։ Շատ մարդկանց ու կօգնի շատ մարդկանց, ես վստահ եմ, պահպանել իրանց ընտանիքները։ Անկեղծության ժամ եմ հայտարարել։ Ես վստահ եմ, որ այս թեմայով ձեզ հետ կիսվելուց հետո իմ կյանքում շատ բաներ է փոխվելու։ Ես ուզում եմ այդ իմ ներսի կուտակված նեղվածությունը ինչ որտեղով կիսեմ ձեզ հետ, որովհետև շատ-շատերիդ գուցե օգտակար կլինի ինֆորմացիան։ Ես մեկ ուրիշ ես գրքի հեղինակ Գոհար Երանյանն եմ։ Գիրքը լույս է տեսել 2022 թվականին, արդեն 4-րդ տարին է պտտվում։ Գիրքը հարաբերությունները պահպանելու, ընտանիքը պահպանելու, բայց սեփական եսը չմոռանալու ու սեփական անձը սիրելու, նորովի ընդունելու մասին է։ Ես չեմ կարողանում իմ գրքի մասին երկար խոսքերով խոսեմ, երկար բառերով բացատրեմ, որովհետև այս գիրքը, որը ինձ թվում էր, որ օգնել է ինձ, որ ես գրքում տեղ գտած են ամենը, կետերը, ինձ թվում էր, որ օգնել է ինձ, որ ես պահպանեմ իմ ընտանիքը ու սիրով կիսվեցի այդ մարդկանց հետ, բայց այնպես ստացվեց, որ ես բաժանվեցի գիրքը լույս տեսնելուց որոշ ժամանակ անց։ Ու գիրքը իրականում ինձ համար դարձավ ոչ թե գիրքը ինձ համար դարձավ ինչ որ ցավացնող մի բան, որովհետև ես ինձ անզոր էի զգում, որովհետև ես չգիտեմ, որովհետև ես մտածում էի, որ հաղթահարել եմ լիքը բաներ, որոնք իրականում չպետք է հաղթահարեի, ես հաղթահարել եմ։ Իմ գիրքը օգնել է շատ մարդկանց ու կօգնի շատ մարդկանց, ես վստահ եմ, պահպանել իրանց ընտանիքները, հարաբերություններում լրիվ այլ լեվելի վրա կանգնել, գուցե այն ներդրումը իմ կողմից մարդկանց այն ամեն ինչի համար էր, որ ես ապրեմ այդ ամեն ինչը, բայց կարողանամ մյուսներին օգնել։ Ես ամենայն դեպս հույս ունեմ, որ հենց այդ ամեն ինչի համար ա եղել, որ ես ապրել եմ այդ դժվարությունները ու հիմա ունեմ այն ինչ ունեմ։ Ես հիմա ապրում եմ երջանիկ, ես ապրում եմ մենակ իմ երեխաների հետ, բայց ես երջանիկ եմ, բայց ես խաղաղ եմ, ամեն օր չկա դժվարություններ իմ կյանքում, չկա վեճեր, չկա այն իրավիճակը, որտեղ ինձ չեն հասկանում, որտեղ ինձ թերագնահատում են, որտեղ ես վատն եմ, որտեղ ես բավական չեմ, ես չկա այդ ամեն ինչ իմ կյանքում։ Կա լիարժեքություն, կա ներքին խաղաղություն, կա ներքին հավասարակշռվածություն, կա ներքին վստահություն իմ ուժերի նկատմամբ եւ դա կարեւորը։ Գրքի մասին շատ կարծիքներ կարող եք կարդալ իմ կարծիքներ բաժնում։ Գիրքը շատ մարդկանց է օգնել լրիվ նորովի, նոր կյանք ստեղծել ու գնալ առաջ։ Բայց ասում եմ, այս ամեն մեկին չի օգնի, կան զույգեր, որոնց մոտ կա իրականում այնպիսի խնդիր, որը անզեն աչքով տեսանելի չէ, ու ինձ մոտ, մեր զույգի մոտ եղել է հենց նմանատիպ խնդիր, որի մասին ես դեռևս պատրաստ չեմ բարձրաձայնել, բայց կան իրավիճակներ, որոնք իրականում անզեն աչքով տեսանելի չեն, ու երբ որ դու
մի փոքր մասնագիտական գիտելիքներ ես ունենում, այդ ամեն ինչը արդեն քիչ-քիչ դու կարողանում ես հանել ջրի երես եւ ուրիշ լուծումներ տալ այդ խնդիրներին։ Ես ուրախ եմ, չնայած որ ես այս գրքի հեղինակն եմ, բայց ես կուլ չգնացի իմ գրքին, հա, այն մտքին, որ ես ոնց կլինի, ախր ես այս գրքի հեղինակն եմ, իրականում ունեցել եմ միտք, ոնց կլինի, ոնց կհասկանան մարդիկ, որ ես այս գրքի հեղինակն եմ, բայց նմանատիպ որոշում կայացնեմ եւ այլն, որ ես եմ խորհուրդ տալիս, պետք չի բաժանվել, պետք չի էս անել, դու կարող հարաբերությունները պահպանեք եւ այլն, ոնց կարող եմ ես այդ ամեն ինչը մեջ լինելով գնալ այդ քայլին, ես շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը ինձ հետ չպահեց այս քայլին գնալուց եւ ինձ օգնեց, որպեսզի ես առաջ գնամ։ Այսքանը, շնորհակալ եմ, որ լսեցիք մինչև վերջ, գրեք ձեր կարծիքները, սրտիկեք։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում։